աջ կողմում թաքնված մի արջ կա։ Շնորհավոր ձեր ծննդյանը, ուրեմն մենք մի քիչ Վանաձորում ձեզ որոնել ենք։ Ես էլ ունեմ ասելիք։ Կատարվում է, որ Ամալիայի հետ գնում ենք քույրիկին ուրախացնենք։ Մի անգամից կդնեք ջուրը, տեսնում են թե ինչ է կատարվում։ Մի հատ էլ պետքա ձեզ բախացնենք։ Իսկ ես կասեմ թե ինչ է կատարվում, առողջ լինեք, լավ լինեք ու որ գա ձեզ գերկի։ Գերներ մենք հասանք հասմիկ քույրիկին։ Աշխատանքի վայրում չկարողացանք գտնել, հիմա նրան տանը կգտնենք։ Լեռների քամուն համահունչ։ Դա չէ պատկերացնում որ մենք այստեղ ենք։ Գերներ մենք հասանք Դիլիջան, Դիլիջան չէ, Դիլիջանի ոլորաններն ենք իջնում եւ հենց այստեղ այս շրջադարձի վրա աջ կողմում թաքնված մի արջ կա։ Արջը եկել քարացել է մեքենաների հոսքից, հեսա այդ արջը։ Իր ձակի հետ ձակը եկել է որ ճանապարհ անցնի, արջ եկե ասում է, արա երեկվա լակոտն ես էլ չգիտես կախփեն տակը մեռնես։ Այդ արի եթանք բան էլի հանդակ ու հետա տանում այդ քանդակն այվաս ծաղիկներ ծաղկե այո Դիլիջանի ոլորաններում բացի եգիպտացորենը կան նաև գեղեցիկ ծաղկատեսակներ որոնք միայն այս եղանակին կարող ես տեսնել էլ հարուստ անտառի մասին չեմ խոսում որ հենց հիմա բացվել է մեր առաջ գեղեցիկ է ամեն ինչը անգամ այս չորացած ծառը իր գեղեցկությունն ունի Դիլիջանի ոլորաններում բաց բերով Արթուր Սարգսյան նոր ես մացա որ Արթուր Սարգսյանի մասին խոսքը բացակ գնդի գերավում է իր ավտոյով տղեկին հացեր տարել որ կարծրված չմենա վերջի տարիներին մեր հայոց պատմության մեջ ոչ այդքան ցանկալի պատմություններ են գերվելու, բայց իրողություն է կա մենք էլ դրա մեջ ենք անտառից զատ այստեղ երևում է նաև Դիլիջանի սարերի ռելիեֆը, հողատեսակը հենց այստեղ հողն է երևում հանդված հատվածում այս հողի վրա է այս անտառը աճել պատկերացնում եք ինչ հզոր են ծառերը ոնց են կարողացել աճել լայնարձակ ոլորապտուտն է Դիլիջանի տեսեք ու որիշ սիրուն է լեց տոնածառները բաները եղևնիները նկարի ես շատ հրաշք ահա այս հրաշքությունն է բոլորին կանչում վերում Դիլիջան հանգստանալու ջան Դիլիջան այս ոլորապտույտներից մեկի վրա մի երիտասարդ սխալ օղի էր վաճառել իմ հետևորդներից մեկին այդ դուրս չեկավ ասաց այդ տղուն կտենաս կասես ամոթ եթե այդ տղա դու ինձ նայում ես որ խալտուրա ես արել ամոթ իմացի ամոթ է ծազական չէ հարիր չէ հային նման բաներ անելը հալալ քրտինքով աշխատեք որ հասնեք ձեր ուզածին թե չէ կհասնեք իմ ուզածին եգիպտացորենի խճուղի որը չի աշխատում, չի գործում այդ վերջերն է էլ արդեն հենց սաղ առած են նստից չեն արդեն բայց են անել մետ կա չկա շատ ու զանազան է եգիպտացորենի խցիկները հասանք աշխարհի բոլոր դրոշներին Դիլիջանի ոլորաններում հապես վազանց չեմ անում արգելված տեղերում տեսեք, էլ Չինաստան, էլ Հնդկաստան, էլ ես իմ ինչ, էլ Չինաստան, Ճապոնիա, Տոկիո մի հրաշք վայր, որը շատ եք տեսել գովազդներում, այս չեք պատկերացրել, որ այն կարող է հենց անմիջապես ճանապարհի վրա լինել, հեսա տեսեք հիշեցիք ընկերներ այս ճանապարհի վրա այգու մեջ արկված սիրուն փորված տնակներ Դիլիջանցիներ, հարգանքներս սիրուն բնության մեջ եք դուք ապրում ինչ բարի եք դուք այս բնությունն է ձեզ սնում դրա համար էլ բարի եք ես էլ բարիացա մինչև այդ չար էի եկաստը բարիացա մի անգամից այս բնություն տեսա ընդունեցի, անկալեցի ու բարիացա իսկի չեմ էլ հիշում որ
ջարդվածին ունենք, ֆե ապարատով, ամեն ինչով ունենք Աֆղանստան։ Իջնենք, թե պիկնիկա նման բերերի բանենք, որոշենք մեր խնդիրները։ Ֆրունզ Մկրտչյանը և Ռոս Սարգսյանը ասելիք ունեն, ես էլ ունեմ ասելիք։ Գերած է, ասելիք։ Դիլիջանի կենտրոնում շատ գեղեցիկ ձևով գերած է։ Սուրճ ես վայելում ու դառնում ես մարդ։ Աշխարհի ամենասիրուն տեսարաններից մեկը, հիացեք, տեսեք ինչ սիրուն է, և սրան խառն է մարդու մատը, տեսեք, քանդել են ճանապարհ սարքեն ու շատ գեղեցիկ բնապատկեր է ստացվել, ժայռեր է ստացվել, գույնս գույն, էպիկ, և իհարկե այս ամենը լրացրեց կարմիր աղտում։ Տասնյակ հազարավոր մարդկանց դեպի տուն ճանապարհն է սա և քանի հազարները երազում են այս ճանապարհով գան ու հասնեն նախկին Կիրովական ներկայիս Վանաձոր։ Այո, ընկերներ, հնարավոր է դուք այս ճանապարհը տեսնելիս ոչինչ չեք զգում, բայց հազարավոր մարդկանց սրտեր ուղղակի պապախում է, կարոտել են իրենց երկիրը, իրենց քաղաքը, իրենց ծննդավայրը։ Դրա համար էլ նկարում ենք այս գեղեցիկ ու չնաշխարհիկ ճանապարհը, որպեսզի տեսնեն, կարոտները մի քիչ առնեն եւ մտովի աֆերմացիա անեն, որ գալիս են Կիրովական։ Երբ որ դա լինի, մի օր գալու են հաստատ։ Կգան ու կփարվեն լեռներին այս գեղեցիկ ձախից անտառը, դիմացից Բարդուղի ճանապարհի վրա ճանապարհը գեղեցիկ փակել է, ով է պահում արջևից կանալ 0-վերջն է, կամ էլ 01-ը ջորին, Լամբորջորի և իհարկե քիչ հեռու սարերի վրա սպիտակ քոթեջները, իմ սիրելի, տարբերվող։ Առաջինը Հայաստանում, հիմա նմանատիպ բաներ անում են տարբեր տեղեր, բայց նրանք առաջինն են եղել, ես հիշում եմ գովազները, էլի գովազներն անում, ինչքան գեղեցիկ էր նայվում այդ գովազներով, ուզում էիր գալու հանգստանալ, բայց այդտենց էլ չեկա հանգստանամ, հիմա էլ գալիս եմ, թափետ եմ գնում, ես էլ չեմ հասկանում ինչի է այդպես, բայց այդպես է, շտապ ենք, շտապել է քան էլ լավ բան չի, բայց մեր գործի մեջ պարտադիր է ու կարևոր պայման, որ շտապ լինենք, հասցնենք ամեն տեղ գտնվել մեկ օրում։ Ստեղծող ապրի գնենային եմ, ոնց որ ինձ նայում եմ, գիտես ինչ էմոցիաներ այ մոտ, ոնց որ այլ մոլորակային բաներ տենամ, այսինքն միևնույն ժամանակ հանգստություն կա, միևնույն ժամանակ իննովացիա, միևնույն ժամանակ տիեզերը կա, լուսնի վրա որ դնում են, որ կինոների մեջ կա, չէ, որ էլում են մոլորակներ են գերավում, սես բաներ են, չէ, սարքում, որ տենց թթվածին դի մեջը շնչեն ապրեն։ Հիմա նույնը Վանաձորի լեռներում դիրու սարա, այս սարի անուն ինչ է։ Հարգելի վանաձորցիներ, օգնեք ինձ հասկանամ ինչ է այս սարի անունը, սիրուն սիմետրիկ կոնաձև սարի անունը, որ երկրաչափական ճշգրիտ պատկերի նման է։ Չէ՞ Վարդան, դու որպես նկարիչ ինչ կասես այս երկրաչափական պատկերի մասին։ Ճիշտ եմ, թե ոչ։ Ճիշտ եմ, հա, մի քիչ ահա, սկսեց նշմարվել Վանաձորը գեղեցիկ։ Տեսեք լեռների արանքից արդեն քիչ-քիչ երևում է եւ ողջունում մեզ։ Բայց ուր որ է արդեն վահանակը կերևա ու երևաց։ Վանաձորը երկու կողքից ծածանվում է հայոց եռագույնը։ Ոտքներս խերով Վանաձոր, Վանաձոր հարգանքներս, բարևներս, հələ տեսի սիրուն, հələ տեսեք տունը որն է սարքել, գեղեցիկ է։ Ժայռից վերև սարի լանջին կարմիր կտուրով տունը լրիվ առանձին կառուցել են ու հետքյաթային տեսք են ստացել։
Հիմա մնում եմ եք ճշտենք, թե որտեղ է մեր հոբելյանը։ Տանը թե աշխատանքի վայրում։ Ճշտենք արդեն, ճշտենք, իհարկե ճշտենք։ Աղբերներ, բարի օր։ Ոնց եք, լավ եք։ Վայնկոմատի տեղը կարաք բացատրեք։ Առաջից մետաֆորից աճ։ Всё, ապրես։ Շնորհակալ ենք, ապրեք։ Ամալիա, քույրիկի կողմից ենք էլի շնորհավորում, հա։ Ես 80 սանտիմ 35 հատ վարդ եմ վերցրել։ 80 սանտիմ։ Շատ շնորհակալ եմ քեզնից, Ստեփան ջան։ Որ քույրիկը շատ ուրախանա, էլի։ Մի քիչ ուրախանա, շատ։ Դե մենք հենց հասնենք, մենա բացատրեցին մեզ, դե ուրեմն գնանք կապի մեջ կնենք, Ամալիա ջան։ Գնամ ես Զգացված եմ, ապրեք, շնորհակալ եմ։ Նոյ այսօր դարձավ 1 տարեկան, հələ չեմ տեսել, այսօր գիշեր մնացել եմ Երևան, որ ավելի հեշտ հասցնեմ օրս։ Ես շնորհակալ եմ, ինչ ուզում, այն հասարակ շնորհավորանքից էլ շատ շնորհակալ եմ ու զգացված, ես այդպես մարդ եմ։ По жизни, я такой։ Օբելավյանն գրել է։ Ամալիա ջան գրել ես, չէ՞, հա, հասմիկ։ Բայց չեմ ասել ում կողմից, մի քիչ ինքը տանջվի, հա։ Բայց հնարավոր է հասմիկի ինձ ճանաչի, թե հնարավոր է չճանաչի։ Չէ, չի ճանաչի։ Հիմա որ դու կանջապեք, ես իրան խոսացնեմ հանգարտ տոմի 10 րոպե։ Ահա, նոմենան բան անը, ծնունդ անը։ Ահա, դե մենք գնում ենք։ Ընկերներ, Վանաձորն է կադրերում, մեր սիրուն քաղաք Վանաձորը։ Ես պետք է դառնամ երկիշ մեր բոլոր քաղաքների մասին երգեր երգեմ։ Իմ պատկերացումներով, իմ տեսածով։ Այս Վանաձորը շատ սիրում է։ Կարելի է ապրել, գալ ու ապրել։ Ես բոլոր տեղեր ուզում եմ ապրել։ Ամեն տեղ մատ կվարձիրա պետք։ Ով կարա ինձ կվարձիրա նվեր տա։ Բոլոր քաղաքներում էլ կլինի։ Ընկերներ, ես համեստ նվեր եմ ուզում, առաջի սպետապորից աչ էի կանում, չէ։ Վանաձորն է գեղեցիկ։ Բա հետո Շողում է, բա հետո Վարդան ինչ իմանամ հետո, հեսա կհարցնենք էլի։ ձախ եթանք։ Ձախ եթանք։ Հա։ Արի գնանք ձախ։ Վարդանը որոշեց ձախ գնանք։ Ուրեմն գնում ենք ձախ ու հարցի փորձով գտնենք վայնկոմատը, բայց ինձ թվում է վայնկոմատը վերևները սարկասկել, էլի։ Ինքը շատ նավելիժն է։ Ինչ կա։ Վայնկոմատի հոտ գալիս է Վարդան։ Իրենց չեմ արնում։ Набережный есть. Набережный означает возле реки, да? Да. Тогда может быть здесь военкомат находится. Ով կարոտել է վայնկոմատը եւ անասելի սեր է զգում վայնկոմատի հանդեպ դուք այսօր մի երկու կադր կտեսնեք վայնկոմատից։ Բարեկամներ, բարև ձեզ։ Վայնկոմատը որտեղ է։ Բաց եմ թողը։ Ուղիղ պետք է բարձրանայի։ Հա։ Ես տեսել զգում էի, որ էդյան պետք է հետամ ուղակի մտա էսյան։ Վարդան։ Իմ նյուխը ինձ երբեք չի դավաճանել։ Ես զգում էի, որ պետք է ուղիղ բարձրանալ, որտեղ Վերը շուր ասի ձախ կանես։ Հա, Այս այդպես ձախ անես ապրել։ Դե իմաստից եմ ձախանել, բայց ընդերից ես ձախարի։ Ստիցը տալիս է ասի։ Գնանք վայնկոմատ Վարդան։ Կհետևենք մեր բիդի օրինակին եւ կհաղթահարենք ֆուրի կողքով մեր արկելա պատնեշ երբևեկությունը։ Աղբերներ, բարի օր ձեզ։ Վայնկոմատը որտեղ է գտնվում։ Ես վերջերս շատ է, չէ՞ կանչում աղբեր սաղին։ Հա։ Են կանչում։ Չէ, աղբերս մենք այդում ենք ընդ ծաղիկ տորտ տանք, ծնունդ կա։ Աղբերից տեից աչ հարեք։ Հա։ Էլի աչ հարեք, ու մինչև վերջ գնացեք աղբեր։ Այսինքն մի հատ ստից եմ աչանում, մի հատ էլ է։ Հետևից եկեք տանեմ էլի շատ։ Շան եմ ասի աղբեր։ Ես հեծանիվ եք ծախում աղբեր։ Հələ տեսա։ Բա անուշ աղբերն է, դե մտ նկարենք ձեր հեծանիվները աղբեր։ Նստեք։ Ուժեղ հեծանիվներ են։
տղերքը վաճառում, Վանաձորում։ Իմացեք, եկեք տղերքի ծառը, կա անուշ աղբերներ են։ Համար կա։ Համար ունեք աղբեր։ Հեծանիվի համար կա։ Հերոսի համար։ Ինչի համար։ Որ զանգ են գալ հեծանիվ առնել Վանաձորցիներ աղբեր։ Հա։ 091 Ասա։ 88 59 87 87 Всё, ախպերս։ Բարեկամ եմ ասել, նայեք ինչ անուշ աղբեր է, եկավ, ուզես բացատրել, դու ասած խոճուճա, եկեք ես տանեմ։ Բա նման մարդուն ոչ չգովաբանես, ոչ չասես, որ լավ աղբեր է, օրինակելի հայ, Վանաձորցի անուշ աղբեր, հա, այս ավտոյի տերը, հարգելի տկերներ, ես մեքենան տեսնելուց հարգանք միայն, հարգանք ու սեր, շատ սիրելի Հոբելյարին, Հասմիկին շնորհավորենք Ամալիայի կողմից, նրա քույրիկին։ Ուրախացնենք, չէ՞ որ այսօր նրա ծննդյանորն է, ծնվել է նա եւ Ամալիան հարստացել է, որ քույրիկ ունի։ Եվ հիմա մեծ սիրով այդ սերը արտահայտում է Ղրիմից։ Ղրիմյան անակնկալ Վանաձորում։ Վանաձորի կոլորիտային միջավայրն է եւ իհարկե տեսակ վանաձորցիների ուշադրությունը ու անուշ աղբերությունը։ Այ ոնց եմ սիրում արգում տես տղերքի։ Ես էլ եմ մտնել ձև արդեն։ Ես էլ այսպես ջիդյարով աղբեր եկան հարցերին ջոգի փառը տեղը ասում եկեք ես տանեմ։ Բա ոնց չասես շնորհակալություն, անդադար շնորհակալություններ։ Ասմիկ քույրիկ, երբ որ տեսնես այս տեսանյութը, մեր անուշ աղբերը իմացի, որ լրիվ անուշ աղբեր է, որ լավ այն կոմատ հանկարծ լավ կդիմավորեք իրան։ Ասանք, արդեն հիմա պատերաստվենք ու գնանք առաջ, հա։ Զանգ եմ ասում, մեզ ստե դիմավորող ունենք, որ դելեմ եմ վերևում այն։ Որտե՞։ Այն հովը։ Ծառի հովին կանգնենք, Վարդան, հովին կանգնենք, որ Էս աղբերս, այս մի շենքն է, թե խար... Էսի չի։ Չես կոմով չի թվում։ Всё։ Ապրի աղբերը, բռա շատ շնորհակալ եմ, անտ ինչ է։ Նարեկ աղբեր։ Նարեկ ջան, շատ հաճելի է աղբերս։ Միշտ պես մնաս աղբերս։ Ապրիս։ Նարեկ աղբերը, մի հատ անուշ աղբեր, անգին զարդ մեր հասարակության մեջ։ Այստեղ տեսնենք ոնց կարող ենք կազմակերպել։ Այս համար նորություն հատակագիծ շենքի սովետական կարգերի ժամանակվա տեսեք ինչ գեղեցիկ տարբերվող պրոյեկտ է, որ գտնվում է Վանաձորում եւ առաջին անգամ ենք տեսնում։ Ներկայացնում ենք ձեր ուշադրությանը, տեսեք թե ինչ են արել 60-70 տարի առաջ, ինչ մտքեր են աշխատել, ինչ ձև են աշխատել, ինչ սիրուն շենքեր են ստացել։ Շատ սիրուն եմ։ Տեսել եք սա շենքերը։ Ինձ ասել եմ, որ շատ ճանաչել երթևեկություն եմ ես սպասվում։ Իսկ այստեղից թե ուր է տանում, դա Հետ է տանում, հա։ Սկսավ հետ տանել։ Հետ ենք տանում, դե Սա հեսա։ աչք է ասում։ Սի, հա։ Դու աչք է։ Աչք եմ, հեսա։ Մենք նոր այստեղով անցանք ու դա նշան է, որ մի բան Վարդանը մոռացել էր նկարել, դա պետք է նկարենք։ Այստեղ աչի վրա չորացած արմատներով սենց հետաքրքիր բան է, օրինակ էս նայես։ Աչը ձախ։ Ձախ։ Ախով էլ մեն գրիպայի հետը, հա։ Հասմիկ չէ, Հասմիկի ծնուն Ամալիայի կողմից։ Հասմիկը չէ պատկերացնում, որ մենք հետևում ենք նրան։ Աշխատանքի վայրում չկարողացանք գտնել, հիմա նրան տանը կգտնենք։ Գնում ենք անակնկալը հասցնել։ Ես այս անակնկալը կարող եմ շատ հանգիստ ասել խառը անակնկալ, որովհետև Վանաձորի սա փողոցներով մանրիկ է, հասկանում եք։ Մալյուս ինքի ճանապարհը դա էս ինչ են շենքեր են։
Շատ սիրուն շենքեր կան Վանաձորում։ Ամենը շատ լավն է Վանաձորում։ Հասանք, հա։ Չէ, գնա։ Կարող է բացել տնենք նավիգատորը։ Զանգեմ ես արդեն, զանգեմ ասեմ հիմա Գրիբայեդովում ենք Ամալիա։ Ամալիան մեզ հետ համագործակցում է, որ գտնենք քույրիկի բնակարանը։ Ամալիա, մենք հասել ենք աչքիս, դպրոց կասնեմ ոնց որ։ Հեսա մի անգամից ցույց եմ տալի։ Հեսա այս դպրոցն է։ Ուղիղ բարձացեք, այդպես ուղիղ գնացեք։ Արդեն կասեմ ես գնացեք։ Գնում ենք։ Շատ լավ է Ամալիա ջան։ Ասում եմ շատ լավ է, որ Ալիսան չի ասում, Ամալիան է ասում ուրեթանք։ Это был humor, էլի։ Հիմա ասես գնում ենք։ Ալի սիրուն տոնածառուղիա։ Ես մի ամիս առաջ տեր եմ եղել, գիտեմ, տեսել։ Ա լավ, բան չանեմ, հա, գլուխ չգողամ, դե լավ, ասեք ուր գնամ ես։ Ուղիղ գնացեք, ամենավերջի խանգարն եք հասնում ընդեղ մաշին։ Էտու մարզանն է, Ամալիա, որտե կանգնած հրացա ու մարզանն է։ Ինչ իմանամ ու մարզակ։ Հələ մենք հեսա կիմանանք, հենց ու մարզանն է։ Վիկտոր Համբարձումյանն է, աստղա ֆիզիկոս, մեծագույն, հա, բայց ճիշտ եմ ասում։ Ուր գնամ։ Ձախ աչ։ Ինչ ես բարձան, ես ուրա գնացել։ Կալցևոնա։ Դուք բազում չես մտել։ Դուք բազում չես մտել։ Բազում ու ոնց են էտում Մտել բազում։ ենք ոչ ենք մտել, ցածը գերած էր բազ։ Ցածը գրած էր բազում։ Ես գիտեմ մտել եք բազում արդեն տանտերն էի ցույց Հա, տալիս։ բազում ենք։ Հա բազում ենք հիմա, հենա գրած է խանութի վրա էլա գրած բազում։ Հենա բազումի խանութը, այնտեղ է։ Այսի ծանոթ է այս տեղերը։ Այս աստեղ աղբերներ կան, հələ Ոնց էր ասեն 15։ Բարև ձեզ։ Բազում թաղամասն է, չէ՞ հիմա։ Հա, ճիշտ, սես գնամ։ Ապրիս։ Հա, ուղիղ գնաց։ Ուղիղ գնում եմ։ Գնացել եք դերեր դեր հասա, եթե Հա դե ես տենց եմ, ես որ արագ եմ, տենց մինչև հասցնում եք տենակ ես գնում եմ։ Դրա համար էլ դուք ամբողջ ազգին ուրախ հասնում եք, շփեք։ Հա, բա, հենց այդ էլի դրա համար եկա ասել ենք բազում թաղամաս։ Ինչը սիրուն անն են դրել բանաձորցիները։ Խանութի մոտով աճով մտնում եք։ О, грунтовая поверхность, да? Да, конечно. Опа. Մի քիչ գնա ծախով քիչնեք։ Ահա։ Երևի ծախով չես, ծախով Լրիվ ձախով իջնում եմ։ Այդտենց։ Հա, 07-ը ծանոթ է։ Չէ, չգիտեմ էդումնա։ Տաքսի է, լավ, տաքսի է։ Այս մեկը, այս մի ավտոն է սիրուն։ Այդ ավտոյի մոտ կանգնեք, այդ ավտոյի մոտ։ Հա, սիրուն ավտոներ իրար կողք կային են։ Այո։ Ցանկ եմ տնամ ասել։ Հա, պետք է որ հասած լինի։ Ընդ ինֆորմացիա կա, որ հասել է տուն ինքը։ Էլի, հելել են տենան հետով է։ Բա։ Դե լավ, գնանք, տենանք ինչ ենք անում մեր Հասմիկ քույրիկին ուրախություն տանենք։ Վարդան ծաղիկները վերցրու Վարդան։ Իմը սաղ շենքերը գիտեն, սաղ հարևանները գիտեն, որ Հասմիկի քուրն է անում այդ ամեն ինչը, դե շատ եմ արել։ Վարդան, սաղ շենք խոսում է, Վարդան մեր շենքը նկարի էլի։ Շենքը նկարի, տեսեք հարևանները դուրս են եկել եւ տեսնում են թե ինչ է կատարվում։ Իսկ ես կասեմ թե ինչ է կատարվում։ Կատարվում է այն, որ Ամալիայի հետ գնում ենք քույրիկին ուրախացնենք։ Ոյ, ինչ հետաքրքիր շենք է, լստեն այ Ամալիա, տեսել ես։ Հələ ինչ հետաքրքիր։ Որես ինչ է։ Ոնց որ ճոխ են հյուրանոցներից են, որ վերնում ես աղբերսին։ Որ դուրն է։ Հələ բարձած, այդ չէ։ Ձախը։ Էտա։ Դե հիմա ոնց անենք, կարած դու չես կարա, չէ։ Դե պետք է անջատեմ, կամ էլ սես էլի։ Անջատեմ։ Ընկերներ, մենք հասանք Հասմիկ քույրիկին։ Նա աչել պատկերացնում, որ մենք այստեղ ենք։ Սիրունը չէ, նկարի չէ սիրունությունը, որ ինչ հետաքրքիր։
սիրուն տեղ ենք եկել։ Օ, դուրը բաց էր, նշանակում է հյուրերը կարող են ներս մտնել, բարև ձեզ, բարև ձեզ։ Ինչքան եմ սիրում քեզ, իմ աչքի լույսին քեզ։ Դուք եք, հա? Շնորհավոր ձեր ծննդյան օրը մենք մի քիչ Վանաձորում ձեզ որոնել ենք, նկարում ես դու, հա? Հա, մենք եկել ենք դուրս եկեք, հա, հələ տես։ Շնորհավոր լինի ձեր ծննդյան օրը, ամեն դեպքում մենք եկել ենք, որովհետև ձեր հանդեպ սեր կա, սիրտ կա բաբախող ու ձեզ շատ սիրող։ Հəլեն դες, մի անգամից զգում եք, հա, որ են կողմերից է թերակղզի բան, հա, ամալյա քույրիկն է, ձեզ շատ սիրում է, առոշ լինեք, լավ լինեք, սես մի ժպտակ ուրախ էլի, սես ջիգյարով, հա։ Իմ ձեռքով քեզ անցնում եմ Կատարվելու է, ասեմ մանակ ձեր երազանքները, հա, են մոմերի հանգել ձերից ես հասկանում եմ, էլի, որ կատարվելու է, հա։ Եվ իհարկե խորհրդանշակ կան ծաղիկների այսպես սիրուն փունջ եմ տալիս, բայց մի անգամից կդնեք ջուրը, հեռու տեղից են եկել, էլի, հա։ Բայց այսքանը չի։ Մի հատ էլ պետքա ձեզ բախացնենք։ Չբախեցաք։ Ասեք, հա, ասեք, շատ բախեցա։ Ձեր քույրիկը ձեզ շատ սիրում է։ Առողջ լինեք, լավ լինեք ու որ գա ձեզ գերկի։ Ճիշտ է, այս վերջերս է գնացել, բայց էլի գա, էլի։ Շատ կարոտել է ձեզ, ձեզ լավ որ ոտներս խերով ձեր օջախ, կներեք որ սենց եղավ, այսօր էտ օրն է, ձեր ծնունդն է, պետք է այսպես ամեն ինչը փայլի, ձեզ այնց սկսած, ձեզ նույնպես հաջողություն, մենք գնում ենք, չէ, մենք գնացինք, ձեզ լավ որ հասմիկ քույրիկ, լավ մնացեք, բա տեսար Վարդան, ուրախացավ, հուզվեց քույրիկը, բա, ինքը մի անգամից հասկացել էր, որ Ամալյան է կազմակերպել, որովհետև ես զգում եմ Ամալյան այս ջիգյարով քուր է, էլի, ամեն ինչին ուշադիր է։ Դու զգում ես։ Դե արի, նստենք մեքենան ու մի անգամից թողենք այս ձորը, գնանք մեր ձորը։ Վանաձոր, Եղեգնաձոր, կանատես եղանք հրաժեշտի գեղեցիկ։ Հիմա գնանք գեղեցիկ շրջադարձ անենք ու լքենք Վանաձորը։ Բայց շատ հետաքրքիր քաղաք է Վանաձորը, էլ ամեն դեպքում, չէ։ Զանազան ու տարբեր գեղեցիկ Վանաձոր։ Օ, շունիկը, էլ է նայ, ոնց է նայ, հոլ ինչ հետաքրքիր է նայ։ Արգելի Վանաձորցիներ, ճանապարհի վերջում ինչ հուշարձան է։ Երեք մեկնաբանություններում խնդրում եմ, շատ գեղեցիկ էր այս փողոցը, ձերից ձեր այսից հրաշք։ Ընկերներ ծովինար յուղի դիմացի լեռներում թռչում են պարաշուտիստները, օդապարիկներով լեռների քամուն համահունչ թռիչքներ են կատարում եւ շատ գեղեցիկ է հերբից նայվում, հələ բավոր պատկերացնենք այնտեղ լինես այդ թռնողի տեղը ինչ հաճելի կլինի, Սևանը ինչ գեղեցիկ կլինի, կյանքը ինչքան կգեղեցիկ կլինի։ Բարեկամ, եթե կտեսնես մեր տեսանյութը խաբարար իմանանք, որ տեսել ես։ Այստեղ Սևանի գույնը մեկ ուրիշ ձևի սիրուն է, փիրուզագույնը, չէ՞, փիրուզագույնը, չէ՞ ասում դրան։ Ինչ սիրուն է, հիմա կարծես ջուր չլինի, այլ կախարդական ինչ-որ երկնային մեռոն։ Սա է Սևանը, սա է խենթացնում բոլորին ընկերներ։ Այս ճիշտ պահին դուրս եկավ մեր Արեգ ընկերը և կադրը ավելի հարստացրեց իր կարմիր կապույտ լույսերով։ Որը շատ սիրուն է, այս ճանապարհը, այս տեսարանը, խենթանալու տեսարան։ Խնդրում եմ խորացեք այս տեսարանի մեջ ու վերցրեք ինչ կարող եք ձեր հոգու համար օգտակար